Բարև, ես ընկերներում եմ Think Engineering-ից ու այսօր միասին սարքելու ենք պինգ-պոնգի խաղը։ Խաղը կունենա հետևյալ տեսքը։ Երբ որ սեղմենք դրոշակին, կունենանք start կոճակ, երբ որ սեղմենք start-ին, մեր խաղը կսկսվի։ Եվ մենք կունենանք երկու խաղացող՝ կարմիրներն ու կապույտները։ Պետք է ձգտենք հավաքել 5 միավոր, այսինքն եթե մեր հակառակորդը բաց թողնի 5 գնդակ, ապա մենք հաղթում ենք։ Նաև կունենանք restart-ի կոճակ, որը կարող ենք սեղմել և խաղը վերսկսել։ Իսկ դու չմոռանաս բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնես նոր խաղերը։ Ներքևում կգտնես պատրաստի կերպարներով խաղի հղումը։ Սեղմում ես, վերևում կտեսնես կանաչ գույնի remix կոճակը, սեղմում ես այդ կոճակի վրա, որպեսզի խաղը պահպանվի քո մոտ։ Եվ սկսեցինք։ Սկսում ենք կարմիր ռակետի հրամաններից։ Երբ որ դրոշակը սեղմենք, նրան կշարժենք վերև-ներքև աջ-ձախ սլաքների միջոցով։ Հետևաբար դնում ենք կառավարումից անվերջ, այնուհետև, եթե ապա, ընկալում բաժնից բացած ստեղմը սեղմված է, բացատը սարքենք վերսլակ, շարժ բաժնից վերցնենք փոխել Y-ը, այնուհետև նույն բանը գրում ենք վարսլակի համար, վարսլակ, փոխում ենք Y-ը -10-ով, դրոշակը սեղմելուց մեր կարմիր ռակետը արդեն բարձրանում է վերև, իջնում է ներքև, բայց մեզ պետք է, որ նա նաև ծռվի, այսինքն ուղղությունը փոխվի, հետևաբար շարժ բաժնից վերցնում ենք ուղղությունը և վերսլակի դեպքում դնում ենք 45 աստիճան, իսկ վարսլակի դեպքում դնում ենք 135 աստիճան։ Ահա, սեղմեցինք դրոշակի, այսպիսի տեսք պետք է ստանենք։ Նաև եկեք ավելացնենք, որպեսզի աջ ու ձախ տեղափոխվի մեր ռակետը, այսինքն էլի գնում ենք կառավարում, եթե ապա ընկալում բաժնից բացած ստեղմը սեղմված է, բացատը սարքում ենք աջ սլակ, շարժ բաժնից վերցնում ենք փոխել X-ը 10-ով և նույն բանը գրում ենք ձախ սլաքի համար։ Ձախ սլակ փոխում ենք X-ը -10-ով, եթե ուզում եք ավելի արագ տեղաշարժվի, ապա 10-երը փոխվեք ավելի մեծ թվով, եթե ավելի դանդաղ, ապա ավելի փոքր թվով եք տեղափոխվում։ Ահա, փորձարկենք, սեղմենք դրոշակին, գնաց վերև, ներքև, աջ, ձախ, ընտիր է, բայց նկատենք, որ նա էկրանից դուրս է գալիս, դրա համար ավելացնում ենք հետևյալ հրամանը։ Գնում ենք շարժ բաժին և ներքևում գտնում ենք, եթե եզրին է հրվել, դնում ենք անվերջի մեջ, որպեսզի նա չկարողանա եզրերից դուրս գալ։ Այսպիսի տեսք պետք է ստանանք։ Ահա։ Նաև եկեք ավելացնենք, որ խաղի սկզբում նա հայտնվի մոտավորապես այստեղ, հետևաբար դնում ենք գնալ դեպի շարժ բաժնից, Y-ը կարող ենք սարքել 0, որպեսզի բարձրությունը լինի հենց կենտրոնում, X-ն արդեն կարող ենք ուղղակի գեղեցկացնել, այս թիվը -200 սարքենք, որպեսզի կլոր թիվ լինի։ Ահա, բայց եղանակ չի փոխում, ինչ թիվ ուզում եք կարող եք դնել։ Այնուհետև գնանք մեր բոլի հրամանների մեջ։ Մեր բոլը խաղի սկզբում պետք է գնա աջ-ձախ և մենք պետք է ռակետկաներով նրան կպնենք։ Հետևաբար, երբ որ դրոշակը սեղմենք, մեր բոլին տալու ենք ուղղություն։ Շարժ բաժնից եկեք պայմանավորվենք, որ սկզբից գնալու է աջ, հետևաբար ուղղությունը դնում ենք աջ, 90 աստիճան։ Այնուհետև նա պետք է գնա առաջ, կառավարում բաժնից դնում ենք անվերջ, ավելացնենք շարժ բաժնից տեղափոխվել հրամանը, որպեսզի նա գնա առաջ։ Այնուհետև, երբ որ կպնի եզրին, պետք է նա 180 աստիճանով պտտվի և շարունակի գնալ առաջ, հետևաբար դնում ենք կառավարումից եթե ապա, ընկալումից հպվում է եզրին և շարժ բաժնից դնում ենք շրջվել, որ սլաքը ուզում եք կարող եք ընտրել 180 աստիճան։ Այնուհետև դնում ենք տեղափոխվել 10 քայլ, որպեսզի շրջվի և գնա առաջ 10 քայլով, որ էլ եզրին կպած չլինի, բագերից խուսափելու համար ենք անում։ Նաև եկեք ավելացնենք, որ խաղը սկսելուն պես նա լինի կենտրոնում, այսինքն գնալ դեպի 0-0 և դրոշակը սեղմված էից հետո և փորձարկենք։ Նկատենք, որ ահա շարժվում է։
Ավելացնենք հրաման, որ երբ որ նա կպնի մեր ռոքեթին, պետք է արդեն ուրիշ ուղղությամբ գնա։ Այսինքն գնացինք կառավարում, եթե ապա, այնուհետև ընկալումից հպվում է գույնին, որպեսզի միայն կարմիր հատվածին հպվելուց նա ինչ-որ գործողություն անի։ Եթե կպնենք պոչին, կոթին, այսինքն ոչ մի բան չպետք է նա անի։ Եթե հպվում է գույնին, գույնը ընտրում ենք այս հատվածից և սեղմում ենք մեր ռակետի վրա։ Այնուհետև գույնը ընտրեցինք և գրում ենք, որ եթե մեր գնդակը կպավ կարմիր գույնին, ապա նա պետք է իր ուղղությունը մի փոքր փոփոխի։ Այսինքն դնում ենք շարժ բաժնից ուղղություն, այնուհետև դնում ենք հաշվարկ բաժնից բազմապատկածը, սա նրա համար ենք դնում, որ հակառակ ուղղությամբ գնա։ Շարժ բաժնից դնում ենք ուղղություն արդեն փոփոխականը և ուղղությունը բազմապատկում ենք -1-ով, այսինքն որ ուղղությամբ գնում է հակառակ ուղղությամբ պետք է թեքվի։ Փորձարկենք։ Ահա, նկատենք, որ գալիս է մեր ռոքեթին է կպնում և հետ է գնում։ Այնուհետև եկեք ավելացնենք, որպեսզի նա մի փոքր պտտվի։ Այսինքն, երբ որ ուղղությունը բազմապատկում ենք -1-ով, կարող ենք մի քիչ ավելացնել նրան, այսինքն մի քիչ պտույտ տալ նրան։ Գրում ենք հետևյալը. շրջվել 15 աստիճան և հաշվարկ բաժնից դնում ենք պատահական թիվ -15-ից մինչև 15, որ ինքը արդեն որոշի, որ ուղղությամբ է ուզում շրջվել։ Փորձարկում ենք, նայում ենք, որ ուղղության մեջ նա արդեն սկսում է պտտվել։ Նկատենք, որ մեր մոտ է աշխատում արդեն։ Ահա, նախորդ հրամանները նույնպես աշխատում են։ Նաև եկեք ավելացնենք միավորների հատվածը։ Եթե նա կպնի կարմիր հատվածին, մեր կապույտ խաղացողը պետք է միավոր ստանա։ Եթե կպնի կապույտ հատվածին, ապա կարմիր խաղացողը պետք է միավոր ստանա։ Հետևաբար կառավարում բաժնից գրում ենք, եթե ընկալում բաժնից հպվում է գույնին, գույնը ընտրում ենք այսպես, ահա, նկատենք, որ կարմիրի ուրիշ երանգ է։ Եվ փոփոխական բաժնից ստեղծում ենք փոփոխական, դնում ենք red score, կարմիրի միավորները։ Նաև blue score ենք ստեղծում, կապույտի միավորները, և գրում ենք, որ եթե կարմիրին է հպվում, պետք է blue score-ը 1-ով ավելանա։ Եվ նա սկսի սկզբից, հետևաբար շարժ բաժնից դնում ենք գնալ դեպի 0-0։ Ահա։ Այնուհետև, եթե կարմիրը կորցրեց գնդակը, էլի նորից խաղը սկսելուց պետք է մեր գնդակը գնա դեպի կարմիրը, այսինքն դեպի ձախ։ Հետևաբար դնում ենք շարժ բաժնից ուղղություն և -90, որպեսզի գնա ձախ։ Փորձարկենք։ Ահա, կորցնենք գնդակը, նկատենք, որ ձախ է գնում, միավորները ավելանում են։ Նաև նույն բանը կարող ենք անել կապույտ գնդակի համար։ Խաղի սկզբում մեր միավորները պետք է 0 լինեն, հետևաբար զրոյացնենք նրանց, եկեք առանձին դրոշակի տակ դնենք։ Դրոշակ, երբ խաղը սկսում է, փոփոխական բաժնից blue score-ը 0 և red score-ը նույնպես 0, զրոյացրեցինք։ Այնուհետև խաղը սկսելուց հետո մեր կերպարը հայտնվելու է կենտրոնում և գնա աջ։ Եկեք դնենք այնպես, որ նա կենտրոնում հայտնվի, մի վայրկյան սպասի, նոր խաղը սկսվի։ Հետևաբար ձախ դրոշակի մոտ ավելացնում ենք կառավարում բաժնից սպասել 1 վայրկյան։ Այսպես, մի վայրկյան ուշացումով է նա սկսելու։ Նաև եկեք ավելացնենք կապույտի հրամանները, այսինքն կարող ենք կրկնօրինակել այս հատվածը, եկեք կրկնօրինակենք, տեղադրեցինք և այստեղ առաջին կարմիրի փոխարեն դնում ենք կապույտ գույնը և երկրորդ կարմիրի փոխարեն նույնպես դնում ենք կապույտ գույնի եզրը արդեն։ Փոփոխում ենք նաև մեր ուղղությունը դեպի աջ, որպեսզի կապույտի այս հատվածին կպնելուց նա գնա էլի կապույտի մոտ և blue score-ը դարձնում ենք արդեն red score։ Նաև եկեք ավելացնենք, որպեսզի մեր blue rocket-ի հրամանները աշխատեն, կարող ենք ուղղակի կրկնօրինակել մեր կարմիր rocket-ի մոտից, ահա, այսպես,
Նաև եկեք ավելացնենք մի փոքր անիմացիա մեր կարմիր ռոքեթին։ Երբ որ նա կպնի մեր գնդակին, պետք է շարժում անի։ Այսինքն պետք է իջնի ներքև, բարձրանա վերև, այսինքն տպավորություն լինի, որ նա խփում է։ Հետևաբար, եթե նա նայի 45 աստիճան, դեպի ներքև է իջնում։ Եթե նայի 135 աստիճան, այսինքն դեպի ներքև, դեպի վերև պետք է անի, այսինքն հակառակ պետք է իր շարժումը կատարի։ Հետևաբար գրում ենք, եթե ընկալում բաժնից հպվում է ball, ապա սարքում ենք անիմացիա։ Նայում ենք, ստուգում ենք, եթե նրա ուղղությունը, դրեցինք, եթե ապա այլապես, եթե նրա ուղղությունը հավասար է հաշվարկ բաժնից, շարժ բաժնից ուղղությունը, եթե հավասար է 45 աստիճանի, դա նշանակում է, որ դեպի վերև է նայում։ Այսինքն, գրում ենք կրկնել կառավարում բաժնից, առաջին հատվածում, եթե ապայի, և շարժ բաժնից դնում ենք շրջվել դեպի աջ։ Կրկնելը սարքենք 5, շրջվելը սարքենք 18, որպեսզի արագ լինի ամեն ինչ։ Նաև գրում ենք կառավարում բաժնից, կրկնել էլի, ներքևում ենք դնում 5 և արդեն հակառակ ուղղությամբ պետք է շրջվի։ Հետևաբար շրջվել դեպի ձախ, էլի 18 աստիճանով։ Փորձարկենք, նայում է դեպի վերև, ահա, նկատենք, որ մեր շարժումը ստացվեց։ Իսկ դեպի ներքևի ժամանակ մեր մոտ արդեն չի աշխատի։ Նկատենք, որ չի աշխատում։ Կարող ենք կրկնօրինակել այս հրամանները, որ գրեցինք, ու ուղղակի տեղերով փոխել, որովհետև ներքևի դեպքում հակառակ գործողություն պետք է անի։ Այսինքն դեպի վերև պետք է բարձրանա, հետո էլի իջնի ներքև։ Փորձարկենք, սեղմեցինք դրոշակին, նկատենք, որ ներքևն էլ է աշխատում։ Ահա, ընտիր։ Անցնենք առաջ։ Եկեք ավելացնենք Blue Rocket-ի հրամաններ, որպեսզի արդեն կարողանանք 2 հոգով խաղալ։ Նախնական կարող ենք ուղղակի կրկնօրինակել այս հատվածը։ Կրկնօրինակեցինք Blue Rocket-ի մոտ։ Այնուհետև x-ը փոխում ենք -200-ից 200, որպեսզի նա աջ կողմում հայտնվի։ Վերվարսլակները դեռ թողում են, բայց ապագայում կփոփոխենք և ուղղությունները պետք է արդեն փոփոխենք։ Մեր մոտ 45 աստիճան էր վերևի դեպքում և 135 ներքևի դեպքում, իսկ կապույտի դեպքում մի փոքր թվերը փոփոխվում են, դառնում են մինուսով, -45, որպեսզի ձախ վերևի անկյունը նայի, և -135։ Նախնական փորձարկենք, այսպես։ Նաև կապույտի դեպքում սկզբնական ուղղությունն ենք դնում շարժ բաժնից, օրինակ դեպի վերև, այսինքն -135 աստիճան։ Կարմիրի մոտ էլ միանգամից ավելացնենք սկզբնական աստիճանը, ուղղությունը դնում ենք 135։ Ահա, դրոշակը սեղմեցինք, ահա, նայում է դեպի ներքև։ Այնուհետև ավելացնենք մնացածները։ Ուղղությունը կապույտի դեպքում, ուղղությունը հավասար է -145, նա արդեն պետք է շրջվի դեպի ձախ, այսինքն դեպի վերև, հետո ներքև։ Տեղերով փոփոխենք և ներքևում նույնպես տեղերով փոփոխում ենք, որպեսզի անիմացիան գեղեցիկ ստացվի։ Այսպես։ Նկատենք, որ ամեն ինչ աշխատում է։ Ահա։ Ամենավերջում արդեն կդնենք նրանց հրամանները, կփոփոխենք, որ մեկը տառերով շարժվի, մյուսը սլաքներով։ Այսքանից հետո եկեք ավելացնենք մեր ball-ի արագանալու հրամանները, հետևաբար մեզ պետք է փոփոխական, որի անունը կլինի ball velocity, գնդակի արագություն։ Մեր ball velocity-ն խաղի սկզբում պետք է լինի 10, այսինքն տեղափոխվելու հրամանն ենք գրում։ Հետևաբար, եկեք առանձին դրոշակ վերցնենք իրադարձություններ բաժնից և գրենք, որ մեր ball velocity-ն սկզբից 10 է։ Փոփոխական բաժնից վերցնենք ball velocity 0, սարքենք 10 խաղի սկզբում։ Այնուհետև, երբ որ 10-ը, ինչ-որ ժամանակում ենք նրանք կփոփոխենք ու նկատենք, որ եթե velocity-ով ենք գրում, պետք է մեր փոփոխականը
դնենք տեղափոխվել հրամանի մոտ։ Այստեղ ունենք տեղափոխվել, մի հատ էլ ներքևում ունենք, հետևաբար այստեղ նույնպես ավելացնում ենք, որպեսզի ամենտեղ նույն արագությամբ գնա։ Դրոշակը սեղմեցինք, արագությունը կա, մի վայրկյան սպասեց, սկսեց շարժվել։ Նաև եկեք ավելացնենք սպասելը այս հատվածում, որպեսզի նա միանգամից չսկսի արագացնել մեր velocity-ին, փոփոխական բաժնից վերցնում ենք փոխել ball velocity-ին 0.01-ով։ Փորձարկենք, սկսեց շարժվել, ամեն ինչ կարգին է։ Ահա։ Նկատենք, որ շատ արագ է փոփոխվում, կարող ենք ուղղակի այս հատվածում դնել սպասելը կամ ավելի փոքրացնել այս թիվը, օրինակ 0.01-ով դնել։ Արդեն դուք ընտրում եք ոնց եք ուզում ձեր գնդակը շարժվի։ Նաև եկեք ավելացնենք, որ երբ որ մեր գնդակը կենտրոնից է սկսում շարժվել, նա սկսի 10 արագությամբ։ Հետևաբար, այստեղ գտնում ենք որտեղ է, որ կպնում ենք եզրերին և գրում ենք ball velocity դարձնում է 10։ Այստեղ նույնպես կապույտի եզրին կպնելուց ball velocity սարքում ենք 10։ Նորից փորձարկենք։ Ահա։ Կորցնում ենք գնդակը, նկատում ենք, որ ամեն անգամ 10-ով է սկսում շարժվել։ Ընտիր, ball velocity-ն այլևս մեզ հարկավոր չէ, նրան կարող ենք թաքցնել, blue score-ը դնենք աջ հատվածում, սեղմենք 2 անգամ նրանց վրա, որպեսզի միավորները հայտնվեն։ Տեղափոխեցինք այսպես։ Նաև եկեք ավելացնենք start-ը ու game over-ը, սկզբից game over ավելացնենք։ Երբ որ դրոշակը սեղմում ենք, մեր game over կերպարը չի երևում։ Մենք այստեղ ունենք 2 զգեստ, կարմիրը հաղթեց և կապույտը հաղթեց։ Խաղի սկզբում նա չի երևում, հետևաբար տեսք բաժնից նրան դնում ենք թաքցնել, այնուհետև նա կստուգի, հենց որ կամ կարմիրը կամ կապույտը ունենա օրինակ 5 միավոր, ապա կգրի հաղթանակ։ Հետևաբար դնում ենք կառավարում բաժնից, անվերջ, եթե ապա, հաշվարկ բաժնից հավասար է, փոփոխական բաժնից red score-ը եթե հավասար է, դուք ձեր ուզածով ինչ թիվ ուզում եք դնեք։ Ես նախնական դնում եմ 2, հետո կփոփոխենք։ Եթե red score-ը հավասար է 2, ապա նա պետք է հագնի red զգեստը, հետևաբար տեսք բաժնից վերցնում ենք զգեստը red, գա դիմացի շերտ, տեսք բաժնից գնալ դեպի դիմաց շերտ, որպեսզի մնացած բոլոր կերպարներին փակի և դնում ենք կառավարում բաժնից դադարեցնել ամբողջը, որպեսզի խաղը ավարտվի։ Նաև ավելացնենք, որ նա միշտ կենտրոնում լինի, գնալ դեպի շարժ բաժնից վերցնենք դրոշակից հետո դնենք 0-0 և նույն բանը գրելու ենք արդեն կապույտի դեպքում։ Կրկնօրինակենք, այստեղ red score-ը փոխարինենք blue score-ով, թողելի լինի 2, արդեն կլինի blue զգեստը, մնացած ամեն ինչ նույն ձևի մնում է։ Փորձարկենք, չենք մոռանում նաև ցույց տալ, տեսք բաժնից ցույց տալ։ Եթե ապայի մեջ երկու դեպքում է դնում ենք։ Դրոշակը սեղմեցինք, կորցրեցինք միավորները, կարմիրը հաղթեց, դրոշակը սեղմեցինք, կապույտը հաղթեց։ Նաև եկեք ավելացնենք, որպեսզի այսպիսի բակ չլինի, փոփոխական բաժնից դնում ենք red score-ն ու blue score-ը հենց այստեղ 0, որովհետև մեր ծրագիրը չի հասցնում մեր ball-ի մոտ գրած հրամանները, այս հրամանները կատարել, կարող ենք այստեղից հեռացնել այս հրամանները, որովհետև տեղափոխեցինք այնտեղ։ Նորից փորձարկենք, հաղթի, ահա, նկատենք, որ մեր բագը անհետացավ։ Ահա։ Նաև հնարավոր է այսպիսի բаг լինի։ Եթե նկատեք, մեր գնդակը գալիս է, մխրճվում է մեր ռոքեթի մոտ և ինչ-որ փոփոխություն է տեղի ունենում։ Ոնց ենք այդ հարցը լուծում։ Ball-ի մոտ գրում ենք, որ նա, երբ որ հպվում է մեր ռակետներից ինչ-որ մեկին, նա պետք է գնա առաջ, մինչև էլ չհպվի ու նոր արդեն նորից ստուգի, հպվեց երկրորդ անգամ, թե ոչ։ Դրա համար գրում ենք հետևյալ հրամանը։ Կառավարում բաժնից կրկնել մինչև
գտնում եք ձեր ball-ի rocket-ին կպնելու հրամանները, այսինքն ուղղության փոփոխության հրամանները։ Կրկնել մինչև այստեղ եմ տեղադրում։ Այնուհետև հաշվարկ բաժնից գտնում եք ոչ, ընկալում բաժնից գտնում եք հպվում է գույն, այստեղ, այս կարմիրի փոխարեն, դնում եք մեր rocket-ի գույնը և գրում ենք, որ պետք է գնա առաջ այնքան, մինչև չհպվի, այսինքն գնդակը եկավ, կպավ rocket-ին, պետք է առանձնանա նոր ստուգի էլի կպելը երկրորդ անգամ, թե ոչ։ Հետևաբար դնում ենք տեղափոխվել 10 քայլ, 10-ի փոխարեն դնում ենք մեր ball velocity-ին։ Ու այս նույն գործողությունը կարող ենք կրկնօրինակել և ավելացնել մեր կապույտ rocket-ի հրամանների մոտ շրջվելու մոտ կդնենք, գույնը արդեն կապույտին ենք ընտրում։ Փորձարկենք, հնարավոր է, որ սկզբից տարբերությունը չզգաք, բայց իրականում տարբերություն կա։ Այսպիսով բագը հեռացվեց։ Մնաց ավելացնել start button-ը, գնանք start button-ի մոտ, գրում ենք, երբ դրոշակը սեղմված է, մեր այս start button-ը պետք է երևա և ընթացքում կարող ենք restart անել, այսինքն 0-ից սկսել։ Երբ որ դրոշակը սեղմում ենք, նրան ցույց ենք տալիս desk բաժնից, կարող ենք նրան բերել կենտրոն, այսինքն շարժ բաժնից գրում ենք գնալ դեպի 0-0, այնուհետև, երբ որ նա կգա կենտրոն, նա կունենա իր start զգեստը, որովհետև դրոշակին ենք սեղմել, առաջի անգամ ենք խաղում, desk բաժնից դնում ենք զգեստը start, այնուհետև, երբ որ նա հայտնվի արդեն start զգեստով, նրան կգրենք հրամաններ համապատասխան։ Կառավարում, անվերջ, եթե հապա այլապես, և դնում ենք անիմացիա, երբ որ մեր մկնիկի ցուցիչը նրա վրա է, մի փոքր կմեծանա, երբ որ հեռացնենք, մի փոքր կփոքրանա։ Նաև այս հրամանները գրել ենք մեր մնացած խաղերում։ Ընկալում բաժնից հպվում է մկնիկի ցուցիչ, desk բաժնից չափսը չենք մոռանում սկզբից դնել 0, որպեսզի գեղեցիկ հայտնվի, այնուհետև դնում ենք փոխել չափսը, desk բաժնից հաշվարկից վերցնում ենք հանած, միանգամից բաժանած և desk բաժնից վերցնում ենք չափս փոփոխականը։ Դրեցինք։ Գրում ենք 30-ից հանած, չափսը բաժանած 4-ի։ Այնպես եք ընտրում ձեր այս երկու թվերը, որպեսզի վերջնական չափսը լինի ձեր ուզած թիվ, այսինքն օրինակ, ես ուզում եմ 120 լինի վերջնական չափսս, 30 անգամ 4 ստացվում է 120։ Այսինքն, երբ որ իմ մկնիկի ցուցիչը ես սեղմեմ, երբ որ ես սեղմեմ դրոշակին, մկնիկի ցուցիչը այդ ժամանակ իմ բաթոնին հպված չէ։ Այլապես նա պետք է մեծանա դառնա 100, հետևաբար այստեղ դնում եմ 25 և 4, որտեղ 25 անգամ 4 անում է 100։ Երբ որ մկնիկի ցուցիչը մոտեցնեմ, նա կմեծանա, երբ որ հեռացնեմ կփոքրանա, բայց խաղի սկզբում նա կլինի 0 չափսի, այսինքն փոքրից կմեծանա էլի։ Երբ որ նրան սեղմենք, պետք է հաղորդագրություն ուղարկենք start։ Իրադարձությունների բաժնից, երբ այս կերպարը սեղմված է, հաղորդել հաղորդագրություն, նոր հաղորդագրություն start։ Եվ նրա զգեստը միանգամից կփոխենք restart զգեստի։ Զգեստը restart, ու նրան իջացնենք ներքև։ Հետևաբար, եկեք նրան իջացնենք ներքև, մոտավորապես կոորդինատը հասկանանք, -140 է բարձրությունը լինելու։ Նրա y-ը կդարձնենք -140։ Դրոշակը սեղմեցինք start, իջավ ներքև։ Հիմա երկրորդ անգամ, երբ որ մենք սեղմենք, էլի նկատենք, որ start հաղորդագրությունը ուղարկվում է։ Բայց նաև նկատենք, որ մեզ միավորները հարկավոր չեն, հետևաբար եկեք նրանց թաքցնենք խաղի սկզբում փոփոխական բաժնից։ Թաքցնել ball velocity-ին փոխարինում ենք մեր blue score-ով և նույն ձևի թաքցնել ball velocity-ին red score-ով։ Երկուսն է չեն երևա։ Այնուհետև ցույց կտանք, երբ որ ուղարկենք start, ցույց տալ blue score և ցույց տալ red score։ Start հայտնվեցին, ընտիր, այնուհետև, եթե նկատեք, մեր խաղը դեռ չի սպասում, որպեսզի մենք start-ին սեղմենք։ Հետևաբար բոլոր տեղերը, որտեղ գրել ենք դրոշակ, բացի այստեղից, պետք է փոփոխենք, դարձնենք, երբ ստանում եմ start, հետևաբար rocket-ի մոտ
առանձնացրեցինք, գրեցինք, երբ ստանում եմ start, իրադարձություններ բաժնից, մյուս rocket-ի մոդել։ Առանձնացրեցինք, երբ ստանում եմ start, ball-ի մոդել ենք անպայման փոխում, երբ ստանում եմ start, velocity-ն էլ երբ ստանում եմ start, և game over-ի մոդ, նույնպես եկեք դրոշակը թողենք դնենք թաքցնել, որպեսզի game over խաղի ավարտից հետո մեկը դրոշակը սեղմելուց անհետանա և արդեն իր ստուգումները կկատարի միայն այն դեպքում, երբ որ սեղմենք start։ Այսինքն նկատենք գնդակը մնում է այն դիրքում, ինչում կար, երբ որ սեղմենք դրոշակին start-ը հայտնվում է, սեղմենք start-ի վրա, խաղը 1 վայրկյան հետո նոր սկսում է։ Ահա, առաջին հաղթողը եղավ։ Նորից start։ Նատ էլ փորձարկենք։ Սեղմեցի start, խաղը սկսեց, սեղմում եմ restart, խաղը նորից է սկսում և ամեն ինչ ընտիր է։ Նաև եկեք փոփոխենք մեր red rocket-ի հրամանները, որպեսզի կարմիր խաղացողը խաղա տառերով, իսկ կապույտ խաղացողը խաղա սլաքներով։ Հետևաբար վերը դարձնում ենք W, վարը դարձնում ենք S, աչը դարձնում ենք D, իսկ ձախը դարձնում ենք A, և նրանք արդեն կսկսեն տարբեր սլաքներով խաղալ։ Նաև եկեք փոփոխենք մեր game over-ի հրամանները, որպեսզի լինի ոչ թե 2-ից, այլ 5-ից, օրինակ, դուք կարող եք ձեր ուզածով փոփոխել և խաղը ավարտենք։ Այսպիսի արդյունք ստացվեց։ Երբ որ սեղմում ենք դրոշակին, հայտնվում է start button-ը գեղեցիկ անիմացիայով, երբ որ սեղմում ենք start-ին, ունենք 2 խաղացող, մեկը շարժվում է վերև-ներքև սլաքներով, մյուսը տառերով։ Գնդակը գնալով արագանում է և երբ որ որևիցե մեկը հավաքում է 5 միավոր, ապա հաղթում է։ Ահա, նաև մենք ունենք restart անելու հնարավորություն, հենց որ սեղմում ենք խաղը 0-ից է սկսում։ Մենք կարող ենք նաև restart տալ խաղի կեսից, այսինքն երբ որոշենք restart տանք, սեղմում ենք ուղղակի և նա վերսկսվում է։ Իսկ դու չմոռանաս բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնես մնացած հավես խաղերը։